Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներն իրար հերթ չտալով գրում էին, թե հայ գերիները Բաքվի դատարանին միջնորդել են որպես վկա հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, ռուս խաղաղապահ գեներալներին, Անջեյ Կասպշիկին։ Ավելի ուշ այս տեղեկությունները վերահրապարակվել էին նաև հայկական լրատվամիջոցներում։ Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր գերիների դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական ու իշխանամերձ լրատվամիջոցները, եւ հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները, բայց օրերս Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն է որդու Տիգրանի հետ հեռախոսազրույցում ու նրա խնդրանքով անդրադարձել թեմային։ 168 ժամը դատավարության այս եւ այլ դրվագների մասին մանրամասներ է լսել Տիգրան Բաբայանից։ Ինձ թվում է բոլորի համար հասկանալի է, որ տվյալ դատավարությունները կեղծ եւ շինծու են եւ մի քանի անգամ եղել է դատավարությունից ինչ որ դրվագներ հրապարակեն, այսինքն եթե նույն դատավարությունը կարատևի 3-4 ժամ, իսկ կոնկրետ մարդկանց արձակքն 1 ժամ, ընդհանուր արձակությունից տալիս են մի երկու նախադասություն ընդհանուր կոնտեքստից առանձնացված եւ նույնը վերջի հայտարարությունն ա եղել, բայց իրականում բնականաբար դա այդպես չէր, դատավարության ընթացքում շոշափում էին Արարատ Միրզոյանի եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարությունները եւ այդ հայտարարությունների հիման վրա ուզում էին նոր մեղադրանք առաջադրեին եւ դատավարության ժամանակ հայրս ասել է եթե ուզում եք այդ տվյալ հայտարարությունները ընդգրկեք գործի մեջ, բայց նաեւ այդ հայտարարությունները կոնկրետ իրան չեն վերաբերվում, բայց ուզում են գցեն իր գործի մեջ։ Ասել է այդ դեպքում ավելի լավ է պրիձոզ զանգով կապ հաստատեն տվյալ մարդկանց հետ եւ այն հարցերը, որը ուղղում են իրան, միանգամից ուղղեն տվյալ մարդկանց։ Պարոն Բաբայան, այս մանրամասների մասին դուք ինչպես եք տեղեկացել։ Ես տեղեկացել եմ, երբ որ հայրս զանգել է չորեքշաբթի, երբ որ հայրս զանգել է, ինքը ես հարցրեցի, ասեցի, թե տարածում են, որ սենց հայտարարություններ ասել, ինքը ասել է, ես տես բան չեմ ասել, ոչ մեկին ոչ ասել է մեղադրանք առաջադրեն, ոչ չէ։ Ադրբեջանի Ազերթաչ պետական լրատվական գործակալությունն էր գրել, թե նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը միջնորդել է որպես վկա կանչել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Դավիթ Բաբայանի առողջական վիճակի մասին որդուն քիչ բան է հայտնի։ Առողջական վիճակը նորմալ է իր ասելով, այնց կոնկրետ ինչ որ տվյալներ Կարմիր խաչից դուրս գալուց հետո չկան։ Այդ հիմնականում իր առողջական վիճակի մասին տեղեկանում եմ հենց իր ասածներից։